Պատվաժան դատարան։ Պաշտպան լսում ենք ձեզ, եթե որևէ տեղեկություն ունեք։ Այո, իհարկե տեղեկություններ ունեմ։ Աղվան Աշակյանի առողջական վիճակը այսօր կտրուկ վատացել է, նա զանգահարել է եւ հրավիրել է շտապ օգնություն, այնուհետև շտապ օգնության անձնակազմը որևէ կերպ չի կարողացել կապ հաստատել պրոբացիայի ծառայության հետ, քանի որ նրան պետք է արդեն իսկ շտապ օգնության աշխատակիցները տեղում նշել են, որ նրան պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն որևէ կերպ չեն կարողացել, ուստի Անարգին Դիմիտրոն են նրան սրսկել, որը ըստ էության չեմ պատկերացնում ինչպես կարող է օգտակար լինել, այնուամենայնիվ նա բավականին վատ էր իրեն զգում, եթե չեմ սխալվում, կարծես թե հաջողվել է նրան բերել ճանապարհին է կամ չգիտեմ հստակ այս պահին, այնուամենայնիվ ըստ էության իրավիճակը սա է եւ բացի դրանից էլ արդեն իսկ ստիպված ենք արձանագրել, որ առնվազն Աղվան Արշակյանի մասով ակնհայտ է, որ պետությունը ի վիճակի չէ անձին նման առողջական վիճակում գտնվող անձին պատշաճ վերաբերմունք եւ պատշաճ սպասարկում իրականացնել, անգամ շտապ օգնության մեքենայով նրան հնարավոր չի եղել հիվանդանոց տեղափոխել, ինչպես որ նախկինում երբ խոսում էինք խաբհամամիջոցի մասին, նշեցի, որ սա ըստ էության արկածախնդրություն է, շարունակում եմ նույն կարծիքին լինել, պնդել, այս պահին տեսնենք, եթե կստացվի ներկայացնել, ուրեմն այդպես, իսկ եթե ոչ, այնուամենայնիվ արձանագրենք, որ այս պահին Աղվան Աշակյանը այստեղ չէ, այն պատճառով, որովհետև պետությունն է անտեսում Աղվան Աշակյանի առողջական վիճակը եւ չունի համապատասխան համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն տնային կալանքի պայմաններում գտնվող նման ծանր առողջական խնդիրներ ունեցող անձի պատշաճ բժշկական օգնությունը, դրա մասին է վկայում նաեւ այն, որ արդեն բազմաթիվ անգամներ միջնորդել ենք, որպեսզի MRT անցկացնեն, այսօր կրկին անգամ շտապ օգնության աշխատակիցները նույն բանը նշել են, որ պետք է MRT հետազոտություն անցկացնել, այնուամենայնիվ ոչ պրոբացիայի ծառայությունը, ոչ ոստիկանությունը չի ապահովում Աղվան Արշակյանի կողմից հիվանդանոց տեղափոխվելը, որպեսզի նա կարողանա համապատասխան բժշկական հետազոտություններ անցնել, Եվս մեկ անգամ եմ շեշտում, սա ըստ էության պետության վիճակը վատթարացել է, ճիշտ ենք հասկանում, չէ՞։ Նա իրեն վատ է զգացել, այո, պատվաժան դատել է։ Ես բժիշկ չեմ կարող ախտորոշում տալ, չեմ կարող նշել ինչ է կատարվել, այնուամենայնիվ իրավիճակը դա է եւ շտապ օգնության ծառայությունը Հարգելի պաշտպան, մի փոքր հակեր, շտապ օգնության ծառայությունը ժամանել է, որոշակի չափով ինչ-որ օգնություն է ցուցաբերել, ճիշտ ենք ասում։ Շտապ օգնության ծառայությունը նշել է, որ պետք է տեղափոխել հիվանդանոց, որպեսզի կատարվեն համապատասխան հետազոտություններ, սակայն զանգահարել են պրոբացիայի ծառայությունը չի պատասխանել հեռախոսին, ուստի շտապ օգնությունը ասել է, որ նրանք անզոր են, ուղղակի այդ պահին ենթադրում եմ ցավերը թուլացնելու կամ մի քիչ թմրեցնելու համար Անարգին Դիմիտրոն են տվել, որը ըստ էության բժշկական օգնություն համարվել, չգիտեմ ինչքանով կարող ենք անել։ Բարի, այս դեպքում դատավարության մասնակիցներ 10-ից 15 րոպեով, դատական նիստը կընդմիջենք 10-ից 15 րոպեով։ Մնացած մեղադրյալները ես ստիպված եմ